մենք արդեն բավականին երկար անընդհատ քննարկում ենք եւ կայացնում ենք որոշումներ, որը վերաբերվում է ռազմավարությունների աստիճանակարգությանը։ Եվ մենք նաև վերջին շրջանում ռազմավարությունների հետ կապված որոշում ենք կայացրել, որ մենք 6 ռազմավարություն ենք ունենալու, եւ ես կարծում եմ, որ այս համատեքստում մենք այդ որոշումը պետք է լրացնենք նրանով, որ ինչ որ ձևով մեր 6 ռազմավարությունների կենտրոնում պետք է լինի կրթության ռազմավարությունը, որպեսզի այս դոկտրինի եւ այս տրամաբանության հետագա կիրարկումը այդպիսով տեղի ունենա, այսինքն կրթության ռազմավարությունը պետք է ռազմավարությունների աստիճանակարգության մեջ ունենա առաջնային եւ կենտրոնական դիրք, եւ սա նույնպես մի արձանագրում է, որը նոր է մեզանում, բայց կարծում եմ ամբողջությամբ բխում է այն ռազմավարությունների տրամաբանությունից, որով մենք մինչև այս դե ֆակտո եւ ինտուիտիվ առաջնորդվել ենք, այս բայց սկսած արդեն նաեւ դե յուրե հաստատված որոշմամբ պետք է առաջնորդվենք։ Հաջորդ նրբությունը ըստ էության առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ Խաղաղության օրակարգը արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը, լոգիստիկան եւ արտահանման շուկաների հասանելիությունը, ստեղծելով զարգացման բոլորովին նոր հնարավորություններ։ Այսինքն մեր Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը նաեւ պայմանավորված է տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության շուրջ եւ խաղաղության բանաձևը խաղաղության պայմաններում տնտեսությունը նույնպես որոշակիորեն պետք է վերափոխվի, դիրքավորվի, ինչը հենց այս օրերին մեր աչքի առաջ տեղի է ունենում եւ իհարկե հաստատված խաղաղությունը եւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը մեր առաջնահերթությունների շարքում է, որը անխուսափելիորեն իր արտահայտությունը պետք է ունենա նաեւ տնտեսության մեջ։